Թեհրանում պատերազմը չի ավարտվում վերջին կրակոցից հետո։ Այն շարունակում է ապրել քաղաքի հիշողության մեջ։ Պատերազմներում զոհվածների գրաֆիտիները, լուսանկարներն ու պաստառները գրեթե ամեն քայլափոխի են։ Այդ հարգանքին արժանանում են Իրանի համար կյանքը զոհաբերած բոլոր քաղաքացիները, նաև հայերը։ Թեհրանի մետրոյի Սուրբ Մարիամ հայկական կայարանի կենտրոնական պատին 80-ականների իրանական պատերազմում նահատակված հայ հերոսների լուսանկարներն են։ Զորիկ Մուրադյանի անունով նաև փողոց կա Թեհրանում։ Օշավան Այվազյան, Գարիկ Թումանյան, Հրաչ Հակոբյան, Փայլակ Ավետյան, Ալֆրեդ Գաբրի, Վարդան Աղախանյան, Հրանտ Ավանեսյան, Վիգեն Կարապետյան, իրանցիները գիտեն բոլոր հայ հերոսների անունները։ Կայարանի գրեթե բոլոր պատերը հիշողության տարածք են դարձել։ Մի կողմում հայրենիքի համար զոհվածների դիմանկարներն են, մյուս կողմում աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ։ Թեհրանի մետրոյում նկարահանումն արգելված է, սակայն հայ լուրի համար բացառություն են անում, թույլատրում են մի քանի կադր նկարել։ Սուրբ Մարիամ կայարանից դուրս գալուն պես հայացքդ կանգ է առնում Սուրբ Սարգիս եկեղեցու խաչերի վրա։ Այն Թեհրանի 11 հայկական եկեղեցիներից մեկն է։ Այստեղ է Թեհրանի թեմի առաջնորդարանը, որին մեծ լիազորություններ է տվել իրանական պետությունը։ Օրենք հրամանը ուղղակի տալիս է ուղղակի առաջնորդարանը, տատական խորհուրդը, եւ պետությունը նոր գալիս է հաստատում է, այսինքն հրաման արձակողը վճիռ ներկայացնող ինքը պետությունը չէ, այլ ուղղակի հենց ազգային իշխանությունն է։ Իդեմս հայ եկեղեցի։ Այո։ Ընդհանրապես բոլոր փոքրամասնությունների նկատմամբ այդ ազատությունը կա։ Իրանում հայկական պատմամշակութային բոլոր կոթողները պահպանվում են պետության կողմից։ Վերջին պատերազմի ընթացքում հայ համայնքը նույնպես վնասներ է կրել։ Հրթիռներ են ընկել Զեյթուն թաղամասի շրջակայքում։ Այդ հրթիռը, որ գալիս է քաղաքի վրա, էլ չի որոշում, օրինակ, որ հայի վրա է իջնում, թե օրինակ պարսիկի վրա է իջնում, հրեայի վրա է իջնում։ Բոլորը նույն բախտին են ենթարկվել եւ ընդհանրապես կառավարությունը շատ շուտ, այսինքն վերահասուր էր նում դրանց դժվարությունները, թե ապակի էր ջարդվել օրինակ, որ անմիջապես հասնում էին ապօր։ Սուրբ Սարգիս եկեղեցում վերջին պսակադրությունը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Տեր հայրն ասում է, նույնիսկ պատերազմի ստվերի տակ կյանք կա։ Իսկ այնտեղ, որտեղ շարունակվում են հնչել եկեղեցու զանգերը, շարունակվում է նաև ժողովրդի պատմությունը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։